Մենք առանձնացրել ենք թերթերի ամենակարևոր ու ուշագրավ նորությունները ձեզ համար 5-րդ ալիքի ուղիղ եթերում օրագիրն է բարի լույս։ Տարածաշրջանային տրանսպորտային դիվանագիտության ակտիվացման շրջանակում չորեքշաբթի երեկոյան հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի ՏԿ նախարարի տեղակալ եւ Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարի տեղակալի, Իրանի ճանապարհաշինության եւ տրանսպորտի կազմակերպության ղեկավար Ռեզա Ակբարիի մասնակցությամբ այս մասին տեղեկացնում է իրանական Մեհր լրատվականը։ Ընդգծելով հարևան երկրների հետ Իրավնի առևտրային կապերի բարձր ներուժը, իրանցի պաշտոնյան նշել է, որ Իրան-Հայաստան-Վրաստան միջանցքն ի վիճակի է ել ավելի ամրապնդել տարածաշրջանային առևտրային կապերը։ Իսկ Ռուսաստանին հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հարցով հնարավոր ֆինանսական պահանջներ ներկայացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ամբարտավան եւ կործանարար քայլ է համարվում, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան, տեղեկացնում է ՌԻԱ Նովեստին։ Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի գնահատմամբ նման սպառնալիքները, որոնք փաթեթավորվել են բարեկամական կարգավորման ճակատով, Մոսկվայում չեն կարող ընկալվել այլ կերպ, քան որպես ճնշման եւ պայմանավորվածությունների վերանայման փորձ։ Հիշեցնենք, որ Փաշինյանը չէր բացառել հարավկովկասյան երկաթուղի ՓԲ-ի ռուսական երկաթուղիների կոնցեսիոն շահագործման հարցով արբիտրաժ դիմելու հնարավորությունը։ Նմանատիպ ոչ բարեկամական ու ոչ դաշնակցային հայտարարություններից ու քայլերից հետո Փաշինյանն ակնկալում է Ռուսաստանից բարի կամքի դրսևորում։ Շատ խելացի է, ինչ խոսք։ Ռուսաստանում հայկական կոնյակի եւ գինու վաճառքները մեկ տարվա ընթացքում նվազել են 11-ից 12%, տեղեկացնում է Կոմերսանտը։ Ծանոթանանք մամուլի նորություններին։ Ազատությունը գրում է. Ազգային ժողովի ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը Շուշան Ալեքսանյանը 2024 թվականի նոյեմբերին դարձավ փոստային կապի ազգային օպերատոր Հայփոստ ՓԲ-ի տնօրեն։ Հայփոստն ամբողջությամբ պետական ընկերություն է։ Ըստ Շուշան Ալեքսանյանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, այս պաշտոնում Ալեքսանյանի տարեկան աշխատավարձը գերազանցում է $110,000։ Ըստ այդմ իշխանական падգամավորի կինը պետական ընկերությունից ամսական ստանում է ավելի քան 3.6 միլիոն դրամ կամ մոտ 10,000 ԱՄՆ դոլար աշխատավարձ։ Սրան զուգահեռ Հայփոստի 2025 թվականի հաշվետվությունից պարզ է դառնում, որ ընկերության վիճակը որոշ ֆինանսական ուղղություններով անցած տարի վատթարացել է։ Հայփոստի տնօրենը նշանակվում է ընկերության դիտորդ խորհրդի կողմից մրցույթային կարգով։ Ազատությունը դիմել է Հայփոստին եւ ընկերության կառավարումն իրականացնող ԲՏԱ նախարարությանը։ Մրցութային նիստերի բոլոր արձանագրությունները տրամադրելու խնդրանքով, ինչպես նաեւ խնդրել է տեղեկացնել, թե Հայփոստի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին քանի անձ եւ ովքեր են մասնակցել։ Ոչ ընկերությունից, ոչ նախարարությունից այս հարցերին չեն պատասխանել։ Իսկ ովքեր են Հայփոստի դիտորդ խորհրդի անդամները։ Պետական ընկերության ղեկավար կազմի մասին այս տեղեկությունները եւս չեն տրամադրվել Ազատությանը։ Ըստ Հայփոստի դրանք անձնական տվյալներ են։ Պաշտոնական աղբյուրները հրաժարվել են նաեւ մանրամասնել, ինչպես է գոյացել Հայփոստի տնօրենի աշխատավարձը, որն ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի գերազանցում է 3.6 միլիոն դրամը։ Այդ աշխատավարձը սահմանում է ընկերության բաժնետերը, այսինքն կառավարությունն իդեմս ԲՏԱ նախարարության։ Ինչ բանաձևով է ձևավորվում Հայփոստի տնօրենի աշխատավարձը։ Նախարարությունից հայտնել են, Հայփոստի գլխավոր գործադիր տնօրենի աշխատավարձի ձևավորման առանձին բանաձև առկա չէ։ Չկան չափորոշիչներ ու առանձին սկզբունքներ։ 2025-ի ֆինանսական հաշվետվությունից երևում է, որ ընկերության հիմնական ղեկավար անձնակազմի գծով աշխատավարձային ֆոնդը 2025-ին աճել է ավելի քան 28%-ով, 176.7 միլիոնից հասնելով 227.2 միլիոն դրամի։ Փաստը գրում է. օրերս կառավարության նիստի ժամանակ Փաշինյանն ասել է. ես վաղուց այդ աճեցված ծուկը չեմ օգտագործում, շատ վաղուց, որովհետև ինձ համար ակնհայտ է, որ այդտեղ խնդիր կա։ Սա սոսկ գաստրոնոմիական հայտարարություն չէ, այստեղ մի քանի խորքային խնդիր կա։ Առաջին, երբ ռուսական կողմի դժգոհությունների եւ սահմանափակումների հետ կապված հարց էինք բարձրացնում, որ եթե նրանք ճիշտ են ասում, կրկնում ենք եթե, ապա Հայաստանի բնակչությունն էլ ապահովագրված չէ վտանգավոր սննդամթերք օգտագործելու առումով։ Ի վերջո նույն սննդամթերքը միայն ՌԴ չի գնում, նաեւ այստեղ ենք սպառում։ ՍԱՏՄ-ն եւ այլ պատկան մարմիններ պնդում էին, որ ոչ մի բան էլ չկա, ամեն ինչ ստուգված է արխային կերեք։ Հիմա երկրի վարչապետի մակարդակով ասվում է, որ խնդիր կա։ Այն էլ այնպիսի խնդիր, որ ինքը վաղուց չի օգտագործում այդպիսի ձուկ։ Նախկինում էլ նա ակնարկել էր, որ խնդիր կա գյուղմթերքի հետ։ Իդեպ թերթը հիշեցնում է, որ ընտրությունների քարոզարշավի ժամանակ նա ասում էր. առանձին ընկերությունների մոտ խնդիրներ կան եւ այդպես է ամենուր, նաեւ Ռուսաստանում։ Բայց ընդհանուր առմամբ մենք ունենք շատ լավ վերահսկողության համակարգ եւ շարունակում ենք բարելավել մեր գյուղատնտեսական արտադրանքի որակը։ Երկրորդ, որ պակաս կարևոր չէ ու բխում է առաջինից։ Եթե իսկապես խնդիր կա, ընդ որում այդ մասին երկրի վարչապետը
վարչապետը գիտի վաղուց։ Ինչու այդ մասին չի բարձրաձայնել, ինչու չի հանձնարարել ստուգել իրավիճակը։ Չէ՞ որ Հայաստանի քաղաքացիներն անընդհատ օգտագործում են այդ նույն ձուկը եւ ոչ միայն ձուկը։ Ստացվում է կարևորն ինքն է, ինքը տեղյակ է ու վաղուց չի օգտագործում։ Իսկ մնացածը հեչ, մնացածի կյանքի ու առողջության վրա թքած ունի։ Հրապարակը գրում է. Ադրբեջանի պետական ASTV հեռուստաընկերությունը հերթական անգամ անդրադարձել է այսպես կոչված արևմտյան Ադրբեջան թեմային, տարածելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող տեսանյութ։ Ռեպորտաժում ներկայացվում է Պրահայում անցկացված միջոցառում, որի թեման ըստ ադրբեջանական կողմի եղել է արևմտյան Ադրբեջանի եւ Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության ցուցադրությունը։ Տեսանյութում կրկին շրջանառվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից տարիներ առաջ մղվող կեղծ պատմական թեզերը, որոնք ուղղված են Հայաստանի տարածքի նկատմամբ ադրբեջանական հավակնությունների հիմնավորմանը։ Այն, որ նման բովանդակությամբ ռեպորտաժ է պատրաստում հենց Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը, եւս մեկ անգամ վկայում է, որ արևմտյան Ադրբեջան կոչվող օրակարգը ոչ թե առանձին շրջանակների նախաձեռնություն է, այլ Ադրբեջանում պետական մակարդակով առաջ մղվող քաղաքականություն։ Հարգելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք օրագիրը եւս մեկ լուր Ռուսաստան հաճախակի այցելող մեր հայրենակիցների համար Aeroflot ավիաընկերությունը նոր չվերթ է բացում Կրասնոդարից դեպի Գյումրի։ Չվերթները կիրականացվեն օգոստոսի 28-ից սկսած շաբաթական 2 անգամ, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել եմ Հայ-ԱՔՎ-ի խորհրդի անդամ Անահիտ Ադամյանին, Տիկին Ադամյանը հանդիսանում է նաեւ Հայ-ԱՔՎ-ի համակարգող Ավետիք Չալաբյանի տիկինը։ Տիկին Ադամյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն։ Տիկին Ադամյան, հունիսի 24-ից ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը, քաղբանտարկյալ է փաստացի։ Ինչպես եք ձեզ զգում, ինչպես եք տեսնում այս ամբողջ իրավիճակը, թվում է թե 21-րդ դարում այո ժողովրդավարության բաստիոնում քաղբանտարկյալներ չպետք է լինեին, բայց գործ ունենք հակառակ իրականության հետ։ Ես կարծում եմ շատ զավեշտալի ժամանակներում ենք ապրում, ոչ միայն ժողովրդավարության մասին է այս պահին սխալ խոսելը, այլ ընդհանրապես Հայաստանը կամաց-կամաց վերածվում է միահեծան պետության եւ բռնապետության։ Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ որ քաղբանտարկյալներով լցված են բանտերը, այն աստիճան, որ իրենց հերթափոխ են անում, այսինքն տեղ չկա արդեն, մի մասին դուրս են թողնում տնային կալանքների, մնացածին նորերին են բերում բանտ, եւ Ավետիքը այս պայդրությամբ իրենցից մեկն է։ Հետընտրական շրջանում վարչախմբի որոշմամբ եւ հենց կոնկրետ վարչապետի որոշմամբ մի խոսքով ամբողջ իրավական համակարգը այս պայդրությամբ աշխատում է ընդդիմադիր ցանկացած ուժ ճնշելու ուղղությամբ։ Ցավոք սրտի մենք դա ենք տեսնում այսօր ու ցավոք սրտի քաղբանտարկյալները իրենց ընտանիքները եւ ընդհանրապես այդ ընդդիմադիրի հավանքը դարձել է դրա զոհը։ Ավետիք Չալաբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում են հարուցել իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության հոդվածով։ Անդրադառնանք այս մեղադրանքին, Տիկին Ադամյան, իրականության հետ որևէ կապ ունի այս մեղադրանքը, ինչ որ փաստական հիմք կա, որ ներկայացրել են, թե մյուս գործերի նման էլ ուղղակի ենթադրությունների, կասկածների հիման վրա։ Նույնիսկ այդ հոդվածի անվանման մեջ իշխանական ինչ-որ լիազորությունների մասին է խոսքը գնում, որ Ավետիքի նույնիսկ դժվար է կապել, նա ոչ մասը պետական համակարգի ծառայող այս պահին չի հանդիսանում, եղել է, ասենք թե 20 տարի առաջ, ինչ-որ ժամանակ աշխատել է էկոնոմիկայի նախարարության որպես վարչության պետ, բայց ասենք այս պայդրությամբ խոսք է գնում ինչ-որ մեղադրանքի մասին, որը որևէ կապ չունի նախ իր կարգավիճակի հետ, երկրորդը այդ ամենը հիմնել են ուրեմն մոնտաժված ձայնագրության վրա, որը տարածել են պրոիշխանական տելեգրամների կայքերով, էջերով, իրենց այդ նույն ձևաչափն է, այսինքն ստեղծում են ինչ-որ իրավական հիմք, ճակերտներով հիմք, այդ իրավական հիմքը օգտագործում է քննչական կոմիտեն, որպեսզի քրեական գործ բացի եւ մարդուն ձերբակալում են։ Ու իդեպ դա տեղի է ունեցել, այսինքն սկզբի ձայնագրությունը երբ որ հրապարակվել էր, դրանց համարյա 3 շաբաթ հետո նոր են ձերբակալում են, այդ ընթացքում այդ ձայնագրության մասին հայտնի էր, նա ոչ փորձել է երկրից հեռանա, ոչ որևէ ձև խոչընդոտի, բայց համարում են, որ հա պետք է ձերբակալեն, պետք է կալանավորեն, պետք է ամենախիստ ձևով իրեն փակեն, սահմանափակեն փակվային։ Ու երկրորդը բոլոր փաստերը, որոնք հայտնի են
բարձր նախաքննությունը ընթանում է, բայց որոնք հայտնի են հանրությանը եւ օրինակ ինձ կամ պաշտպանական թիմին, պաշտպանական թիմին փաստում են այն մասին, որ այդտեղ որևէ, այսինքն այդ մաղադրանքի մեջ չկա որևէ փաստ, այսինքն ընդհանրապես փաստ չկա։ Այն ինչ իրենք ներկայացնում են որպես իրողություն կամ գործողություն, որ այդտեղ ունեցել, ընդհանրապես տեղի չի ունեցել։ Ու ավելին ձեզ ասեմ, որ քննչական կոմիտեն վերցնելով այդ գործը ինքը փաստացի ոչ մի անելիք չունի, որտեղ ինքը չի կարա, ինքը նույնիսկ չգիտի ինչից սկսի, ինչով զբաղվի, ում հարցակնի, ինչ կարող անել դրա շուրջը, որտեղ այնտեղ չկա, այսինքն փաստացի հիմք։ Եվ այդ գործը շատ մեծ հավանականությամբ հենց դատալուսումների դատաքննության ժամանակ արդեն կքանդվի, բայց այդ ընթացքում մարդուն պահում են կանոնավորված։ Նպատակը որն է Տիկին Ադամյան։ Մարդկանց կյանքից օրեր, ամիսներ գնում են կալանքի վայրում, առաջին դեպքը չի, անընդհատ դատարանը երկարաձգում է կալանքը, վերջում պարզում են, որ փաստերի բացակայության հիմքով պարզապես ուղղակի բաց են թողնում, բայց մարդկանց կյանքից է գնում, հա։ Այո, ու ոչ մի դրա համար կարծում եմ, գիտեք մի քանի պատճառ կա։ Մեկ նախ որ ընդհանրապես անպաշելիություն է այդ նման ձեր նկարագրած վարքի համար իրավապահ համակարգի կողմից ոչ մի պատասխանատվություն չի կրում։ Այն որ մարդկանց կարող են, չգիտեմ, 2 ամսով, կես տարով, 1 տարով սահմանափակել թե տնային կալանքով, թե բանտային կալանքով, դրանից հետո իրավական համակարգին համար ոչ մի հետևանք չկա, հա։ Դա մեկ, երկրորդը այս պայմանությամբ վարչախումբը կարծում եմ, որ լուծում է իր մեծ քաղաքական խնդիրները։ Սա մթնոլորտ է տարածում, թե եւ վախի մթնոլորտ եւ վրեժխնդրություն, հա, հետընտրական շրջանն է, հիմա պետք է բոլոր այդ ընդդիմադիրներին, որոնք համարձակվել էին դուրս գալ եւ իրենց ձայնը բարձրացնել, ցույց տալ, թե ով այստեղ ամենաուժեղը, հա, նույնիսկ չակերտներով։ Երրորդը իրական իրավիճակը, որը մոտակա աշնանային շրջանում հայ երևի կլինեն եւ հանրակրվեների մասին խոսակցություն եւ Ալիևի սահմանադրություն եւ ինչ որ այլ զիջումներ, հա, որոնք ես համոզված եմ, որ խոստացվել են այս ընտրություններում նման իրավախախտումների վրա աչք փակելու համար, այդ բոլորը պետք է տեղի ունենա եւ առավել ակտիվ ընդդիմադիր գործիչներին այս իրավիճակում փակում են։ Մյուս կողմից նաև դա ես կարծում եմ դա Ավետիքի անձի հետ է կապված, եթե նայենք Ավետիքը ստացել է արևմտյան, ընդհանրապես մի քանի բարձրագույն կրթություն, ներառյալ, ասենք թե փայլուն արևմտյան կրթություն է ստացել։ Աշխատել է ամենալավ միջազգային կազմակերպություններից մեկում, որում հասել է մեծ հաջողությունների, մեծ հեղինակություն ունեցող մարդ է եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Հետևողական աշխատել է եւ ազգային շահերի եւ ասենք ժողովրդավարության իրավական պետության գերակայության ուղղությամբ եւ քանի որ ինքը որևէ կապ չունի նախկին իշխանությունների կամ չնայած կոռուպցիայի բոլոր այդ ամբողջ այսպես ասած պատմություն ստեղծվածի հետ, հա, այդ խոսույթի հետ, ես կարծում եմ, որ նաեւ իր անձը շատ վտանգավոր է երևի ներկա վարչախմբի համար իր տեսակը, հա, այդ ընդդիմադիր գործչի նոր տեսակի ընդդիմադիր գործի տեսակը։ Այսինքն նաև ընդդիմադիրների նկատմամբ այս բռնաճնշումները պայմանավորում է գալիք նոր զիջումների հետ, որոնք պետք է լինեն այս իշխանությունների կողմից, օրակարգ են ստեղծում, շեղող օրակարգ, մարդկանց ինչ որ այլ հարցերով են զբաղեցնում, թե փորձում են նաև հանրության հնարավոր ըմբոստությունը, այո, կամ բողոքը ճնշել այսպիսի ձերբակալություններով։ Տեսեք ինչ ունենք, ընտրությունների արդյունքում մենք ունենք 600-700 հազար մարդ, որը որևէ կերպ այս կամ այլ կերպ չի քվեարկել այս իշխանության օգտին։ Այսինքն փաստացի ունենք պարտված ընտրություններ իշխանության վարչակարգի կողմից, բայց որը փորձում է ստեղծել այն տպավորությունը, որ չէ, ինքը հաղթել է եւ ինքը այդ հաղթանակը փորձում է ամրապնդել անդիմադիրների նկատմամբ այս բռնաճնշումներով եւ իրավական համակարգի բացառիկ անպաշելիությամբ։ Սա մի կողմից, մյուս կողմից այո, տվել են խոստումներ այն մասին, որ պետք է եւ սահմանադրությունը փոխվի եւ եկեղեցին, այսպես ասած, հալածվի կամ կազմալուծվի, այո, կազմալուծվի, կաթողիկոսը պետք է փոխվի, այսինքն պետք է հնազանդեցվի այսօրվա իշխանությանը եւ այդ խոստումները կատարելու համար պետք է ստեղծել դաշտ, որտեղ գոնե ժամանակավորապես իրենց ոչ մեկ ակտիվորեն չկարողանա խանգարել կամ ընդդիմանալ։ Տիկին Ադամյան, խոսենք արձագանքների մասին, պարոն Չալաբյանի ձերբակալությունից հետո գիտեմ, որ նաև արտերկրից են բարբերաբար արձագանքներ հնչել, այլ դրսի մարդիկ, հա, նույն արևմտյան երկրների հանրույթական որոշակի շրջանակներ ինչպես են արձագանքում նմանատիպ ձերբակալություններին, այսպիսի բովանդակությամբ ձերբակալություններին։
Գիտեք, Հայակվին եւ Ավետիքը մասնավորապես ինքը նույնպես աշխատել է բավականին շատ հանդիպումներ ունեցել Եվրո խորհրդարանի պատգամավորների տարբեր պատգամավորների հետ եւ նաեւ Բելգիայի պատգամավորների հետ եւ իրենք ծանոթ լինելով, պատկերացնելով թե ինչ տիպի մարդ է Ավետիքը, միանգամից հասկանում են, հա, որ տեղի ունեցողը ոչ թե իրավական process է, այսինքն կա ինչ որ իրավախախտում, կա հանցագործություն եւ դրա համար կա ենթադրենք քրեական գործ եւ պատիժանք, հասկանում են, որ սա անթույլատրելի քրեական քաղաքական հետապնդում է, հա։ Եվ այդ դրա շուրջ իրենք իհարկե բարձրաձայնում են եւ Բելգիայի խորհրդարանին եւ բանավոր եւ գրավոր արդեն ուղղվել են հարցումներ, հարցադրումներ մեր ծանոթ կոլեգա պատգամավորի կողմից, այո, եւ Եվրոխորհրդարանում է դա արվել, մասնավորապես արդեն մի քանի դեպք եղել է, երբ որ դա բարձրաձայնվել է, բայց ցավոք սրտի արձագանքը իհարկե սպասելի է։ Պետք է ասել, օրինակ երկակի ստանդարտներ եւ նույնիսկ իրենք Եվրոպայում դա ընդունում են, որ երբ որ իրենք ունեն քաղաքական շահեր, այս պայդրությամբ ավելի հեշտ է ոնց որ կոչել է հարցը, քանի դեռ նա չի դարձել շատ բարձրաձայնվող։ Բայց մենք աշխատանքը այդ ուղղությամբ շարունակելու ենք։ Այսինքն փորձելու եք հնարավորինս հանրային լայն արձագանքի արժանացնել այս Եվ արձագանքի եւ շարունակելու ենք այդ հանդիպումները եւ շփումները Եվրոպայի պատգամավորների հետ եւ իրենց հետ համատեղ բարձրաձայնելու ենք խաղաբանտարկելների հարցը եւ քաղաքական հետապնդումների հարցը Հայաստանում։ Ի վերջո, եթե Եվրոպական խորհրդի, հանձնաժողովի նպատակը Հայաստանում ժողովրդավարական արժեքներն են եւ դրանց ամրապնդումն է ժողովրդական երկիր ստեղծելն, ապա խոսքը գործից չի կարող այսքան հեռու լինել, հա։ Չի կարող մի արժեք բարձրաձայնվել, բայց փաստացի գետնի վրա լրիվ հակառակը տեղի ունենալ։ Իսկ Չալաբյանի աջակցություն ինչպիսի միջոցառումներ կամ ակցիաներ են տեղի ունենալու, ես գիտեմ, որ այսօր նախատեսված է այդպիսի մի ակցիա, փոքր կներկայացնեք։ Մեր աջակիցների մի խումբ բարձրանալու է Խուստուփ եւ այնտեղից վիդեո ուղերձ է պատրաստելու ուղղելու Ավետիքին։ Ինչու Խուստուփ, նաեւ ընտրությունը կա։ Որովհետեւ մենք անցյալ տարի սեպտեմբերի 21-ին բարձրացել ենք հենց Ավետիք այնտեղից խոսքեր ասել, նաեւ Գարգին Նժդեհի գերեզմանի մոտ շատ խորհրդանշական վայրում դա Հայաստանի ոնց որ դիմադրության սիմվոլն է եւ ոնց որ ընդհանուր ոնց որ սիրտն է, այդտեղից է այդ խոսքը մղվում, որպեսզի առավել զորեղ լինի։ Բացի դրանից մենք նաև նկարահանել ենք նման ուղերձի Ծերնակաբերդից, քանի որ գիտեք, որ Հայակվին ժամանակին սկսել է գործել հենց երկու հարցի շուրջ, դա մեկ Արցախի հարցներ, երկրորդը ցեղասպանության ճանաչման եւ դրա շուրջ դրա բարձրաձայնման հարցերի շուրջ։ Այդ պատճառով հենց Ծերնակաբերդում դա առավել խորհրդանշական էր մեր համար։ Բացի դրանից մենք նաև հանրային արշավ ենք անում բավականին ակտիվ եւ հնարավորինս լսելի ենք փորձում դարձնել հանրությանը եւ թվային եւ ոչ թվային մեթոդներով։ Իսկ հանրային արձագանքները ներհայաստանյան ինչպիսին են, մարդկանց ինչն է ամենաշատը զարմացնում, զայրացնում, մտահոգում։ Գիտեք, քանի որ Ավետիքը արդեն երկրորդ անգամ է կալանավորվում, մենք այս վիճակում հայտնվեցինք 4 տարի առաջ, հիմա արդեն կրկնվում է եւ բոլորի մոտ իհարկե տարակուսանք է։ Ինչու նորից, ինչու Ավետիքը, գիտեք, որ առաջին քրեական գործը պրակտիկորեն փլուզվել է, արդեն այս պահին ուղղակի սպասում ենք վերջնական որոշմանը, բայց երբ որ ամեն ինչը նորից է սկսվում ու շատ նման սցենարով, հա, ինչ որ մոնտաժված ձայնագրություն, տեսագրություն, դրա հիման վրա ինչ որ անհասկանալի հոդվածներ ու երբ փաստացի նյութի բացակայություն։ Մեր շուրջ գտնվող իհարկե եւ մեր ընկերներ եւ բարեկամներ ընտանիքը Ավետիքին բոլոր, ասենք, իրեն հավատացող մարդիկ գիտեն, որ այս ամենը ընդհանուր ժամանակի հարց է եւ այո, երևի թե այս կալանքի փուլից մենք չենք կարող խուսափել, բայց հետագայում դատաքննության փուլում այս ամենը ուղղակի կփլուզվի փաստերի բացակայության հիմքով եւ ընդհանրապես շատ པարզ կդառնա, հա։ Տիկին Ադամյան, առաջարկում եմ ընդմիջել մեր զրույցը եւ ծանոթանալ մամուլի նորությունների երկրորդ բաժնին։
Փաստը գրում է. ժամանակակից աշխարհում պետությունների մրցունակությունը չափվում է ոչ միայն ճանապարհների, էներգետիկ կամ արդյունաբերական ենթակառուցվածքների զարգացվածությամբ, այլև այն հանգամանքով, թե որքան զարգացած, անվտանգ, արագ եւ հասանելի են նրանց թվային կապի ցանցերը։ Այդ իմաստով Հայաստանի կապի օպերատորները Թիմ Տելեկոմ Արմենիան, Vivan, Ucom-ը եւ Ovion իրականացնում են այնպիսի գործունեություն, որի ազդեցությունը զգացվում է հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ Հայաստանի նման աշխարհաքաղաքական բարդ միջավայրում գտնվող երկրի համար հեռահաղորդակցության համակարգի ռազմավարական նշանակությունը կրկնակի մեծ է։ Պետության անվտանգությունը ներկայում չի սահմանափակվում միայն ռազմական կարողություններով կամ սահմանների պաշտպանությամբ։ Ժամանակակից անվտանգության համակարգը ներառում է նաև տեղեկատվական, կիբերանվտանգության, հաղորդակցության եւ թվային ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Հենց այս ենթատեքստում կապի օպերատորները դառնում են ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակներից մեկը, քանի որ նրանք ապահովում են հանրապետության ամբողջ տարածքում տեղեկատվության արագ, անվտանգ եւ անխափան փոխանցումը։ Այս պայմաններում կապի օպերատորների պատասխանատվությունը զգալիորեն ընդլայնվում է։ Նրանք ոչ միայն տվյալներ են փոխանցում, այլև ներդնում են բազմաշերտ պաշտպանական համակարգեր, մշտադիտարկման տեխնոլոգիաներ, ցանցային անվտանգության լուծումներ եւ ժամանակակից կիբերպաշտպանական գործիքներ, որոնք նպաստում են տվյալների գաղտնիության պահպանմանը, արտաքին միջամտությունների կանխմանը եւ ծառայությունների շարունակականությանը։ Ժողովուրդը գրում է. Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներն ավելի քան 2 տարի պետական բյուջեի միջոցներով վարձատրվել են։ Սակայն Արդարադատության նախարարությունը հրաժարվում է հայտնել, թե որքան գումար է ծախսվել այդ նպատակով։ Ավելին, նախարարության պատասխանից պարզ է դառնում, որ այսօր հանձնաժողովը փաստացի անդամներ չունի։ Սակայն այդպես էլ հայտնի չէ, թե որքան պետական միջոց է հատկացվել դրա գործունեության համար։ Նախարարությունը հրաժարվել է տրամադրել ինչպես անդամների վարձատրության չափերը, այնպես էլ այդ նպատակով կատարված վճարումների վերաբերյալ տեղեկությունները։ Միևնույն ժամանակ ընդունում են, որ ֆինանսավորում եղել է։ Թերթը հետաքրքիր է համարում, որ նույն պատասխանում նախարարությունը հաստատում է. հանձնաժողովի գործունեությունը ֆինանսավորվել է պետական միջոցներով։ Մասնավորապես նշվում է, որ 2022 թվականին ֆինանսավորումը կատարվել է կառավարության 2022 թվականի մայիսի 26-ի թիվ 767N որոշմամբ։ Իսկ 2023 թվականին եւ 2024 թվականի առաջին կիսամյակի մի շարք ամիսներին պետական բյուջեի 10-57 ծրագրի շրջանակներում հատկացված միջոցների հաշվին։ Նախարարությունը պարզաբանում է, որ այդ ֆինանսավորումն իրականացվել է օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի միջոցով, որը գործել է որպես սահմանադրական բարեփոխումների խորհրդի քարտուղարություն։ Ժողովրդի տեղեկություններով միջազգային ռադիոցանց ՓԲ-ի տնօրեն ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Թադևոսյանը կարող է նշանակվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, փոխարինելով գործող նախարար Մխիթար Հայրապետյանին։ Իշխանական շրջանակներում վերջին օրերին ակտիվ քննարկվում է հենց Թադևոսյանի թեկնածությունը։ Դավիթ Թադևոսյանի կենսագրության վերաբերյալ բաց աղբյուրներում տեղեկությունները սահմանափակ են։ Հայտնի է, որ նա ղեկավարում է Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում գործող միջազգային ռադիոցանց ՓԲ-ն, որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Նրա անունը հանրային դաշտում առավել տեսանելի դարձավ 25 թվականի մարտին, երբ այն ժամանակվա ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը այցելել էր Նորատոսի ռադիոցանց։ Հենց այս այցից հետո էլ ըստ ոլորտի թերթի զրուցակիցների Թադևոսյանի անունը սկսել է շրջանառվել բարձր տեխնոլոգիական ոլորտի պետական կառավարման շրջանակներում։ Միջազգային ռադիոցանց ՓԲ-ն համարվում է Հայաստանի ռազմավարական նշանակության հեռահաղորդակցական ընկերություններից մեկը։ Հատկանշական է, որ 2024 թվականի վերջին ընկերության բաժնետոմսերի 100%-ը փոխանցվել է կառավարությանը, իսկ կառավարման լիազորությունները վերապահվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Այս փաստը կարևոր է նաև քաղաքական տեսանկյունից։ Եթե Դավիթ Թադևոսյանը նշանակվի նախարար, ապա կստացվի, որ նախարարության ենթակայությամբ գործող ռազմավարական ընկերության ղեկավարը տեղափոխվում է նույն նախարարության քաղաքական ղեկավարի պաշտոնին։ Օրագիրը շարունակում է աշխատանքն ուղիղ եթերում։ Տիկին Ադամյան, անդրադառնանք ձեր ամուսնու պահման պայմաններին, ինչ է ձեզ հայտնի, ինչ իրավիճակում է Ավետիք Չալապյանը, կարողանում եք արդյոք իրեն տեսակցել, երեխաները կարողանում են իրենց հայրիկի հետ տեսակցել, զրուցել, ընդհանուր առմամբ ո՞նց է վիճակը։ Տեսեք, ինքը գտնվում է Արմավիր քրեակատարողական հիմնարկում, բանտելիքն է իր պատմերով, այնտեղ ծանրաբեռնված է։ Ծանրաբեռնված այդ մասին։ Տեղ չկա, այսինքն բանտերը, Հայաստանի բանտերը լցված են։ Ավետիքը դա իրենց, ես ինչքան հասկացա, այդ սենյակները մոտավորապես 12 քառակուսի մետր սենյակներ են, այնտեղ 4 հոգով են,
շատ պատկերացնում եք նեղված ինչ վիճակ է, ամբողջ օրը իրենք այդ սենյակում են, 1 ժամ ունեն զբոսանքի ժամ, որը ընթացքում պետք է հասցնեն, եթե կարողանան նաև զանգ կատարի, այնտեղ բաց կապ կա, մի քանի րոպե խոսենք, ինչ որ կենցաղային թեմաներ կարողանան քննարկել, եւ այդ զբոսանքն էլ այդ մի ժամով սահմանափակված է, մնացած 23 ժամը իրենք գտնվում են այդ փակ տարածքում։ 12 քառակուսի մետր։ Այո, այդ 12 քառակուսի մետրը, որից իրենք իրավունք չունեն դուրս գալու։ Այլ ուրեմն տեսակցություններ մենք չունենք, ոչ մենք իրենք կարող ենք տեսնել, ոչ երեխաները, ոչ падգամավորները, փաստացի միակ Այսինքն այդքան վտանգավոր հանցանքի մեղադրանքով է ձերբակալված, որ նույնիսկ падգամավորները չեն կարողանում տեսակցել։ Ես կարծում եմ դա ուղղակի վրեժխնդրության եւ մի եւս մեկ դրսեւորում է, հա։ Ինչ պիտի ինքը ասեր մեր երեխային, կամ ինձ, որը պետք է քրեական գործի ինչ որ բանով խանգարեր ընթացող քննությանը։ Այլ պայմաններից ես չի ասեմ ինքը բողոքում է, որտեղ ընդհանրապես այդքան էլ բողոքող մարդ չի, ինքը պինդ ամուրը իրեն փորձում է հույսն է, որ առողջությանը հետևում է, բայց ամեն դեպքում մարդը փակված է 4 պատի մեջ, եւ պայմաններն էլ բարվոք չեն, այո, մամուլը գրում է, որ բավականին դե չգիտեմ, օթորակից չկա բնականաբար ինչ որ փոփոխություն կա այս շոկ ամռանը, այլ պայմանից ես չէի բողոքի չէի ասել ինչ որ մեծ բողոք կա, բայց ընդհանուր հիմնական խնդիրը դա որ դա ուղղակի գերց ծառնաբեռնված հաստատություն է եւ երկրորդը որ մեր ընդհանրապես ցանկացած շփում սահմանափակված է այս բարեդրությամբ այդ փոքր զանգերն են որ կարողանում ենք չգիտեմ ինչ որ հաջորդ անգամ ինչ ուղարկել եւ այլն նման հարցեր քննարկել երկրորդը իրեն հետ իրերի փոխանցում այսինքն այդ ամբողջ գործընթացը ես պատկերացնում թե բոլոր քաղաքաբանտարկյալների համար իրենց ընտանիքների համար դա ասենք լրացիչ բեռ է իրենց կյանքում այսինքն իրենք սկսում են ունեն եւս մեկ անձ, որի համար պետք է հոգան իր ամբողջ կենցաղային կարիքները ուտելիք տանել վերելով, ճիշտ է, այնտեղ կա ուտելիք, բայց ամեն դեպքում ինք ուզում են տնային ուտելիքով, իրերի փոխանակմամբ, չգիտեմ, գրքերից, գրենական պիտույքներից ամենամանր հիգիենայի պարագաներից սկսած, այդ ամենից սկսած բոլոր պետք է տրամադրվեն։ Այսինքն ոչ միայն քաղաքաբանտարկյալն է անձամբ տուժում, այլև քաղաքաբանտարկյալի ընտանիքը, ճիշտ եմ հասկանում, դեռ հոգեբանական ապրումները ու ճնշումը մի կողմ դրած։ Դե դա նույնիսկ մի կողմ թողած, որովհետև իրականում ամբողջ կյանքը սկսում է դասավորվել այդ հանձնուկների բանով, ժամանակացույցով, այսինքն երբ ինչ է պետք ուղարկել, ընդ որում այնտեղ այնպես էլ չէ, այնպես չէ որ կազմակերպված process կա, գործընթաց կա, մեծ քանակությամբ այդ մարդիկ քանի որ բանը մեծ է, շատ ընտանիքները շատ են, բերողները հսկայական հերթեր են, մարդիկ ժամերով սպասում են, որ կարողանան ուտելիքը հանձնել, ուտելիքն էլ տեղում, ասենք, չգիտեմ, հատիկ, դե ստուգվում է, պարզ է հասկանալի իրենց գործառույթն է դա, մի թղթից մյուս թուղթն է լրացվում, ինչ որ տես երկար գործընթաց է, ու ամեն անգամ դա ասենք կարող է կեսօր տևի, այս այնպես չէ որ դու գնացիր տվեցիր դուրս եկար, հա, այսինքն դա կեսօր տեղով ինչ որ գործընթաց է, որը մարդիկ այնտեղ ու ընտանիքներ մի ամբողջ ասենք թե աշխարհ կա, որոնք ապրում են դրանով անընդհատ։ Մարդիկ կան, որ կարողանում են ավելի հաճախ տանել, մյուսները ասենք այդ հնարավորությունը չունեն կամ հեռվից են գալիս, չնայած ամիսը մեկ են բերում մեծ քանակությամբ, այսինքն իրեր ուտելիք են բերում։ Ու այդ առումով իհարկե այս ռեժիմը շատ մեծ ծանրաբեռնվածություն է ընտանիքների համար։ Դա զուտ ֆիզիկական առումով, հա։ Երկրորդը իհարկե հոգեբանականն է, որ դու չես կարողանում տեսնել անընդհատ վիճակում ես։ Դե քո սիրելի մարդը քո հետ քո տանը չի։ Երեխան ծնողին չի կարող տեսնել, հարցնում է որտեղ է փոքր մեր անչափահաս երեխան։ Մեծերին փորձում ես բացատրել, բայց ասում ես, բայց ինչի այդպես է, ինչի այդքան դաժան։ Ու ինչ ասես իրենց։ Դժվար է բացատրել, ասենք քաղաքական իրողությունը բացատրում են, բայց մարդիկ ինչ որտեղ պիտի չէ հավատան արդարությանը, որ բարին կհաղթի, բայց ասենք իրանց ոնց որ գլխի մեջ արդեն սկսում է ձևավորվել այդ պարքերը, որ Հայաստանում չէ, Հայաստանում կա ինչ որ իրավունք օրենք մի մարդկանց համար, իսկ մյուս մարդկանց համար այդ իրավունքն ու օրենքը չկան ընդհանուր։ Այսինքն ընտրովի է գործում արդարադատության։ Ամբողջությամբ ընտրովի, որոշ մարդիկ ավելի հավասար են, քան մյուսները, օրենքի առջև այդպես է ստացվում։ Այսինքն իշխանության եւ իրենց մերձավորների համար, եթե վերջին իրողություններն են դիտարկենք, այո, օրենքը միշտ իրենց կողմն է, պաշտպանված են կամ անմեղ են։ Կարող է ինչ ասել, ցանկացած խոսույթ օգտագործել, մարդկանց վիրավորել, մարդկանց խմբերին վիրավորել, հա, էթնիկ կամ ասենք ինչ որ ցակման բերումով, իսկ ընդդիմադիրը մի սխալ խոսքի համար
պետք է պատրաստ լինի առանց խոսքի, նույնիսկ առանց որևէ արքի։ Կամ ազգային շեշտադրմամբ խոսքի համար, որովհետև գիտեք, ցեղասպանությունը, հայոց ցեղասպանությունը իրենց համար ընդունելի եզրույթ չէ, Արցախը իրենց համար օգտագործելու, այսինքն ցանկացած դիմադիր այսօր պետք է պատրաստ լինի այդ 2 ամսը բանտում անցկացնել։ Տիկին Ադամյան, իսկ որպես քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի տիկին այս իրողության պայմաններում հավելյալ ճնշումներ դուք ձեզ վրա զգում եք կամ փորձում են նաև ձեր ընտանիքի անդամներին, բարեկամներին ճնշել կամ ընդհանուր առմամբ մենք խոսեցինք այն մասին, որ իրավունքը բոլորի մի մասի համար ավելի հավասար է, քան մյուսների, օրինակ մյուսների համար ընդդիմության համար չի գործում եւ այլն, բայց կուզենայի անձնական նաև ապրումներից խոսեինք, հա, որովհետեւ այո, երեխաները հարցեր են տալիս եւ այլն, բայց մյուս կողմից էլ ինչ ազդեցություն է սա թողնում ձեր կյանքի վրա։ Ինձ համար գիտեք այդքան ճնշում ես երևի չեմ զգում, բայց ինձ վրա ազդում է այն, որ հասարակությունը ընդհանուր առմամբ դարձել է անտարբեր։ Ու նախ խուսափում են ընդհանրապես այդ խոսույթից, այդ երևույթի քննարկելուց, այն մարդիկ, ովքեր որ իրենց ասելով քաղաքականությամբ չեն զբաղվում, ու հիմա շատ հստակ արդեն չեն զբաղվում, իրենք հասկացել են, որ քաղաքականությամբ զբաղվում ես, կարող ես հայտնվել այդպիսի տեղերում։ Իրենց, ասենք, ոնց որ այլ իրողության մեջ այդ քաղաքաբանտարկյալների դաշտը ոնց որ թե չկա։ Ու ինձ ավելի շատ մտահոգում է այն, թե ինչի է վերածվում մեր հասարակությունը, հա, այդ առումով։ Այսինքն արձագանք չի տալիս, անտարբեր է դարձել, թե ավելի շատ այս մարտահրավերների շատությունից, ծանրությունից, աղետների, հա, իրար նախ սկսում են ավելի շատ վախենալ, երկրորդը որ այդ դա սկսում են նորմալանալ, այսինքն իրենք մտահոգված են, իրենք գալիս են, իրենց մտահոգությունը ու սատարումը ինձ հայտնում են, բայց ոնց որ արդեն սկսում են հասկանալ, որ սա նորմալ իրողություն է Հայաստանում, որ ընդդիմադիրները հաշտվում են այս իրավիճակը։ Հաշտվում են, ցավոք սրտի ընդունում են այս իրողությունը որպես մի բան, որի վրա իրանք չեն ուզում կամ չեն կարող ազդել։ Որը սխալ է, իրականում իրենք կարող են ազդել, երևի հենց իրենց ձայնն է կարևոր։ Դե տեսեք, բարձրաձայնել, թեկուզ, չգիտեմ, սոցմեդիայում կարծիք հայտնել, դեմ լինել դրան, խոսել դրա մասին, իրենց համար դա վտանգ չի, ասենք իրենք կարող են բարձրաձայնել, համաձայն չլինել։ Դա իր կողմից նաև կբերի քաղաք հասարակության ավելի ակտիվ ձևավորման, այսինքն այն ձայների, այն մարդկանց, ովքեր պատրաստ են լինել իրավապաշտպան հենց քաղաքաբանտարկյալների համար։ Եվ ես հույս ունեմ, որ այս անգամ այս տարի գոնե այս արդեն այդ մարմինը կձևավորվի քաղաքաբանտարկյալների։ Բայց մենք կարծես թե ունենք, չէ՞, քաղաքասարակության ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, այս մասով ձեզ հետ կապ հաստատել են, իրենց աջակցությունը հայտնել են, թե այս դեպքում էլ գործ ունենք ընտրովի, հա, քաղաքասարակության երկու խումբ կա։ Մի խումբ կա, որը ընդհանրապես ասած հիմա պրակտիկորեն սերտաճել է այսօրվա վարչախմբի հետ, ու երկրորդը, որը ավելի փոքր է, եւ որը աշխատում է ազգային արժեքների ուղղությամբ, որին այս բանին շատ ուժեղ ճնշում են։ Իրենք իհարկե հաստատել են, իրենք փորձում են, իրենք աշխատանք տանում են, բայց իրենք իհարկե քանակապես եւ իրենց ռեսուրսների տեսակետից այս բանը դեռ համեմատելի չեն, բայց ես շատ հույս ունեմ, որ իրենք էլ կարողանան ժամանակին ձայն բարձրացնել ու ավելի լսելի ձայն դառնալ։ Իսկ հանրության այս ապատիան ինչպես կոտրել։ Դուք ասում եք, որ պետք է չվախենան, խոսեն, բայց միգուցե նաև հանրությանն է պետք դրդել, ավելի ակտիվ աշխատել այդ ուղղությամբ, թե ձեր հնարավորությունները սահմանափակ չեն։ Դե ամեն մեկս իհարկե մի փոքր գործ կարող են անել եւ ընդդիմադիր ուժերից պետք է աշխատեն այդ ուղղությամբ, որպեսզի բացատրեն հասարակությանը, որ դա նորմալ չէ, ոչ չի կարելի սա ընդունել։ Նույնիսկ եթե դա շատ է եւ համատարած է, միևնույնն է պետք չի ընդունել այս իրողությունը։ Պետք է դուրս գալ ու ավելի ակտիվ չվախենալ ձայնը բարձրացնել։ Օրինակ եղել վերջերս 100 կանանց այսպես նախաձեռնություն էին կարել, նամակներ էին գրել ու դրան միացել էին կանայք շատ տարբեր ոլորտներից, սկսած, չգիտեմ, նկարիչներ, գրողներ, լրագրողներ, պատգամավորներ նաև, իրավապաշտպաններ, բայց բոլորը բարձրացել են այսօրվա հարցերը։ Ու այդպիսի նախաձեռնություններ, որոնք ծագել էին հենց սովորական մարդկանց շրջապատի, ճիշտ ակտիվ մարդիկ էին, բայց այսինքն իրենք ոչ մեկը քաղաքական գործիչ չէին, այդպիսի նախաձեռնությունների օրինակներով ես կարծում եմ մենք կարող ենք փոխել, կարող ենք մարդկանց դրդել իրենց խոսքը ասել, իրենց ինչ-որ հարթակ տալ, որ իրենք դրա շուրջը միավորվեն։ Տիկին Ադամյան, նաև ձեր խորհուրդը քաղաքաբանտարկյալների մյուս ընտանիքներին, ինչպես դիմակայել այս ճնշումներին, ինչ անել կամ ինչպես այս իրավիճակին շատ ավելի սթափ եւ ամուր հոգեվիճակով դիմակայել։
Քանի որ դուք երկրորդ անգամ եք այս իրավիճակին առնչվում, ցավոք սրտի, հա։ Ցավոք սրտի, այո։ Բայց արդեն որոշակի փորձառություն ունեք։ Այո, առաջին անգամ իհարկե միշտ աշոկային է, աբսուրդ է, հա։ Չէ, առաջին անգամ է աբսուրդ հնչում, երկրորդ անգամ արդեն սկսում ես մտածել, հա, երևի թե ինձ էլ է պետք արդեն ինչ-որ կրթություն ստանալ, համապատասխան, որ դրան ավելի պատրաստված լինել, բայց եթե դիմելով այլ քաղաքապետարների իրենց ընտանիքներին, նախ ուզում եմ ասել, որ դուք մենակ չեք։ Ձեր պես կան այս պայմաններում արդեն հարյուրավոր ընտանիքներ, որոնք նույն միջավայրում են, նույն ապրումները ունեն, եւ կարեւոր է շատ այս վիճակում, որ դուք հետևեք ձեր առողջությանը, դուք պինդ լինեք, ձեր հոգեկան վիճակին հետևեք եւ որպեսզի կարողանաք դիմակայել։ Դա շատ կարեւոր է եւ ձեր համար, եւ ձեր քաղաքապետարի համար։ Երկրորդ ես խորհուրդ կտամ միավորվել, փնտրել իրար եւ խոսքը բարձրացնել։ Հիմա բոլորը չեն, որ իմ նման կարող են գալ կամ պատրաստ են գալ ավելի շուտ է կարող են բարձր չէ, բայց պատրաստ են գալ հեռուստատեսությամբ ելույթ ունենալ, բարձրաձայնել, խոսել դրա մասին, բայց ամեն դեպքում այդ իրար միավորելու, իրար օգնելով մենք կարողանանք ավելի շատ օգնություն տալ մեր քաղաքապետարներին։ Ի վերջո միավորված ուժերը շատ ավելի արդյունավետ են լինում եւ թիրախային։ Տիկին Ադամյան, եթե խոսք ունեք ուղղելու, կարող եք ուղղել տեսախցիկի նայելով։ Ես ճիշտ ասած կուզեի Ավետիքին խոսք ուղղել։ Ես գիտեմ, որ ինքը այսօր պետք է նայի այս հաղորդումը։ Ավետիք, նախ ուզում եի քեզ ասել, որ մեզ մասին մի մտածիր, մեր մոտ մի անհանգստացիր։ Մենք ընտանիքը, ընկերները բոլորս համախմբված ենք, մեր մոտ ամեն ինչ վերահսկելի է, նորմալ է, մենք աշխատում ենք, պայքարում ենք քո ազատության ուղղությամբ։ Մեզ համար շատ կարևոր է, որ դու պահպանես ինքդ քեզ, հետևես առողջությանդ, լինես պինդ, լինես հոգեպնդված։ Եվ երևի մի բան էլ մենք շատ սիրում ենք քեզ, ես էլ երեխաներն էլ, եւ մենք հպարտ ենք քեզնով։ Հպարտ ենք քեզնով որպես ամուսին, որպես հայր, որպես մարդ, որը իր համոզմունքներին չի դավաճանել։ Մենք քեզ շատ սիրում ենք ու ամեն ինչ անելու ենք, որ հնարավորինս շուտ քեզ տեսնենք տանը։ Տիկին Ադամյան, համբերություն եմ մաղթում ձեզ եւ ձեր ընտանիքին, շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ շատ շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր օրագրի ամառային վերջին թողարկումն է, օրագրի թիմը մեկնում է ամառային հանգստի, կհանդիպենք աշնանը եւ հույս ունենանք, որ ամառվա ընթացքում կամ օգոստոսյան լրահոսում լուրերը շատ ավելի դրական շեշտադրումներով լինեն եւ երբ աշնանը վերադառնանք եթերաշրջան, հանրային մթնոլորտը շատ ավելի լիցքաթափված կլինի։ Օրագրի ժամանակը սպառվեց, օրը թող բարի լինի։